Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը, մարդիկ կան եւ իրոք իմ ասածի մեջ քաղաքական քննադատություն չի այնքան ինչքան իրադրությունը հասկանալու փորձ, որովհետեւ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ, այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա։ Հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է, բայց ոնց որ էտել արդեն չի ստացվում եւ երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում, որ արդեն էտել չի լինում հիմնավորել, բայց ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք նաեւ ինքնամոռացության մեջ ընկնենք, մենք երբեք ոչ մի մարտահրավեր չենք կարող չնկատել, դա եմ ասում, այդ ռեժիմից էլ է պետք դուրս գալ, որ կառավարությունը մի ինստիտուտ է կամ իշխանությունը, որը ամեն օր պետք է ապացուցի, որ ամեն ինչ փայլուն է, անդիմությունն էլ հակառակը ապացուցի, ոչ, մենք պետք է մեր խնդիրների մասին խոսանք, նախ որ հանրությունն իմանա, որ մենք գիտենք այդ խնդիրների մասին, որովհետև երբեմն կարա տպավորություն ստացվի, որ մենք խնդիրների մասին տեղյակ չենք, էլի կաբինետներում փակված, տենց ոչ մի բանից տեղյակ չենք, ես ձեզ վստահ ասում եմ, որև մեկը Հայաստանի խնդիրների մասին չգիտի այնքան, ինչքան մենք։ Բացառված բան է, որ այդպիսի իրավիճակ լինի։ Եվ վերադառնալով տնտեսական ցուցանիշներին, տեսեք, այս տարվա ամենա էլի սոցիալական ցանցերի եւ ընդդիմության ամենասիրած թեման մեր գյուղմթերքի արտահանումն է։ Հիմա եկեք նայենք ինչ ունենք մենք գյուղմթերքի արտահանումով։ Մենք ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13.8% աճ նախորդ տարվա դրությամբ։ Ընդ որում կոնկրետ ուղղություններով Ծիրանի դեպքում 25.5% աճ, Սալորի դեպքում 61.1% աճ, Դեղցի դեպքում 87.1% աճ, Կեռասի դեպքում 123% աճ, Տանձի դեպքում 245% աճ, ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, Տանձի արտահանման թիվը, Լոլիկի դեպքում 12% աճ, Պղպեղի դեպքում 62% աճ, Կաղամբի դեպքում 843% աճ, Սմբուկի դեպքում 72% աճ, Ծաղիկը հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով 116%-ով է արտահանվել։ Եվ հիմա տեսեք, ես օրինակ շատ չեմ խորացել թվերի մեջ, բայց տեսնելով Տանձի 245% արտահանման աճը, ես գալիս եմ հետևյալ եզրակացությամբ։ Սովորաբար նախկինում ինձ միշտ զարմացնում էր, ինձ համար անակնկալ էր, երբ որ ես դա առաջի անգամ իմացա, որ ամենաշատ Հայաստան ներկրվող մրգերից է Տանձը, ամենաշատը ինձ համար սա անակնկալ էր, բայց արտահանման այս թիվը եւ այն, որ մենք ոչ մի անգամ չենք լսել արտահանման խնդրի մասին եւ այս թիվը, սա ես 90 եւ ավել տոկոս վստահ եմ, ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված Տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով եւ որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել, որովհետեւ արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։